Ընդդիմադիր հիմնադիր խորհրդարանի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով առաջին դատական նիստն այսօր անցավ լարված մթնոլորտում։ Մոտ 15 րոպե տևած նիստը հետաձգվեց գործով մեղադրյալներից մեկի փաստաբանի բացակայության պատճառով։ Շենգավիթի վարչական շրջանի դատարանի ապակեպատ դահլիճում առանց բարձրախոսի հնարավոր չէր լսել դատավորին ու մյուսներին, ինչը հարուցեց ապակու մյուս կողմում գտնվողների դժգոհությունը։ Հարությունը պահանջում է դրան, որտեղ հրապարակայնությունը պահանջում է դատականին։ Եվ երբ նիստի ավարտին բարձրախոսի ձայնը կարգավորվեց, հայտնի դարձավ, որ դատավորը փաստաբանների ու դատախազների հետ հաջորդ դատական նիստի օրվա մասին է պայմանավորվում։ Հունիսի 12-ը նայեք ժամը 12:30 մեղադրողներին հարմարվեց։ Ընդդիմադիր գործիչ Ժիրայր Սեֆիլյանն ու փաստաբանները շարունակում են հայտարարել, որ նա որևէ հանցանք չի գործել եւ ճաղերի հետևում է հայտնվել բացառապես իր քաղաքական հայացքների համար։ Դատական նիստից հետո Սեֆիլյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը հիշեցրեց Սեֆիլյանի քննադատությունը ապրիլյան պատերազմի ժամանակ 800 հեկտար հողատարածքը կորցնելու մասին։ Ամեն ինչից սկսեց, երբ որ ապրիլյան պատերազմից հետո Ժիրայր Սեֆիլյանը բացահայտեց հրապարակայնորեն, որ 700 հեկտար Հայաստանի Հանրապետությունը սահմաններ է կորցրել, 700 հեկտար։ Փաստորեն դրանից հետո հարձակումներ եղավ Ժիրայր Սեֆիլյանի վրա ամենատարբեր աստիճաններով։ Սեֆիլյանը մեղադրվում է մի շարք ծանր հոդվածներով, ըստ այդմ նա մի խումբ անձանց հետ նախնական պայմանավորվածություն է ունեցել 2015-ի ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ հրահրել մայրաքաղաքում, դրա համար ծրագրելով բռնություն գործադրել, գույք ոչնչացնել, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալ։ Դրա կազմակերպման համար նախապատրաստական գործողություններ է կատարել։ Բացի այս, ըստ մեղադրանքի, Սեֆիլյանը 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսը կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել եւ փոխադրել հրազեն եւ ռազմամթերք, դրանով նպատակ ունենալով զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, զավթել եւ պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ։ Բայց ինչպես նշվում է մեղադրականում, նա չի հասցրել ավարտել այս գործողությունները։ Տիգրան Հայրապետյանն ուշադրություն է հրավիրում զանգվածային անկարգությունների մեղադրանքի վրա, շեշտելով Սեֆիլյանին պատժում են հանրահավաքների կազմակերպման համար։ Առաջին մեղադրանքը զուտ քաղաքական մեղադրանքն է, որ նա հանրահավաքներ է կազմակերպել, ցույցեր է կազմակերպել, որ նա փորձել է ընդդիմադիր քաղաքական գործունեություն իրականացնել եւ անօրինական հավաքներ կազմակերպել ապրիլի 24-ին։ Ինչ վերաբերում է մյուս հոդվածին, ապօրինի զենքի հետ կապված, Հայրապետյանը հիշեցրեց հայտնի ավտովթարը, որտեղից զենք էր հայտնաբերվել։ Սեֆիլյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանն ասաց, որ նախաքննական մարմինը չկարողացավ ապացուցել, որ Սեֆիլյանն իսկապես կատարել է այդ գործողությունները։ Հետևյալը եղավ, որ իբրև թե Ժիրայր Սեֆիլյանը բազմաթիվ խմբերի ենթախմբեր է ունեցել, բազմաթիվ խմբեր է ունեցել, եթե այդպես էր, այդ դեպքում պետք է այդ խմբերը բացահայտվեն, պետք է այդ ենթախմբերը բացահայտվեն։ Եթե այդպես է, ուրեմն հենց հիմա Հայաստանի Հանրապետությունում ասում են 200-300 զինված խմբեր է ունեցել Ժիրայր Սեֆիլյանը, ուրեմն 200-300։ Այդ դեպքում պետք է հիմա Հայաստանը բեռնաթափել այդ 200-300 զինված խմբերից, որովհետև ընդամենը համաձայն մեղադրանքի 5-6-ն են բացահայտվել։ Փաստաբանի համար եւս զարմանալի է, որ նախաքննական մարմինը սկզբում հայտարարել էր, որ Սեֆիլյանը Երևանի հեռուստաաշտարակը ծրագրել է զավթել 2015-ի դեկտեմբերի 1-ին, բայց հիմա արդեն նշվում է, որ զավթումը պետք է իրականացվեր 2016-ի մայիսին։ Սեֆիլյանի գլխին սարքել են պնդեց։ Երկու զենք է հայտնաբերվել պատահական ավտովթարի ժամանակ, այնել ինչպես որ ավտովթարի ժամանակ վարորդը հանել է, այդտեղ ստվարաթղթի արկղ է եղել, ցանկացել է դնի գետին, այդ ժամանակ ավտոմատը ընկել գետնի եւ հենց այդ պահին ՏՊՑ գնդի համապատասխան ոստիկանները կանգնած են եկել, միանգամից հայտնաբերել են եւ ցուցմունք է եղել, որ դա Ժիրայր Սեֆիլյանինն է։ Ըստ փաստաբանի Սեֆիլյանի դեմ ցուցմունք է տվել գործով մեղադրյալ Հովհաննես Պետրոսյանը։ Նա ըստ մեղադրանքի հրազեններն ու ռազմամթերքը Ժիրայր Սեֆիլյանին վերադարձնելու ժամանակ ենթարկվել է ավտովթարի, բացահայտվել ու բերման ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին։ Սեֆիլյանի դեմ ցուցմունք տված Պետրոսյանը հրաժարվել է մասնակցել հեռուստաաշտարակի եւ այլ շինությունների գրավմանը։ Մի պահ ենթադրենք այդպես է եւ պետք է հարձակում լիներ։ Լավ, եւ Ժիրայր Սեֆիլյանը այդ խմբի ղեկավարն էր։ Այդ դեպքում մնացածների վրա ինչու չի դրվել այդ մեղադրանքը։ Նույն Ժիրայր Սեֆիլյանի դեմ ցուցմունք տվողների դեմ ինչու այդ մեղադրանքը չի դրվել։ Ընկերոջ դատական նիստին ներկա էր նաև հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեգենի Գոմշյանն, ով ազատության հետ զրույցում ասաց. դատարանից ակնկալիք չունի, բայց ներկա գտնվողների ոգին նրան հույսեր է ներշնչում։ Պետք է գրանցեն բոլորը եւ առաջին հերթին հենց այս համագարկը, որ ժողովրդի մոտ դրամատուրգությունները երբեք անգումային չեն, այլ վճռագամությունը այդ բարձր ոգին շարունակվում է։
Սեֆիլյանի հետ այս գործով մեղադրյալի աթոռին է հայտնվել նաև հիմնադիր խորհրդարանի անդամ Գևորգ Սաֆարյանը։ Նա մեղադրվում է 2015-ի ապրիլի 24-ին ծրագրված զանգվածային անկարգությունների նախապատրաստման մեջ։ Սաֆարյանը բացի այս 2016-ի հունվարին ազատության հրապարակում տոնածառ տեղադրելուց հետո ոստիկանին հարվածելու մեղադրանքով 2 տարով ազատազրկվեց։ Սեֆիլյանից ու Սաֆարյանից բացի եւս 5 մեղադրյալ կա, որոնք ըստ մեղադրանքի ներգրավված են եղել Սեֆիլյանի ձևավորած զինված խմբում։